Ում չի կարելի ոսկի կրել։ Այսօր ոսկյա զարդեր կրում են գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են հասկանում, որ այն կարող է վնաս բերել։ Էքստրասենսների պայքար շոուի մասնակից Ելենա Յասևիչը պնդում է, որ ոսկի կրել ոչ բոլորին է թույլատրվում։ Չնայած դրա դրական հատկություններին, այս մետաղը բազմաթիվ բացասական հատկություններ ունի։ Եվ այսպես, ում չի կարելի ոսկյա զարդեր կրել։ Էքստրասենսը խորհուրդ չի տալիս ոսկյա զարդեր կրել այն անձանց, ովքեր ակտիվ կյանքով են ապրում, ովքեր մշտական սթրես են ապրում եւ ապրում են մեծ քաղաքներում։ Այս մարդկանց վրա ոսկին բացասական ազդեցություն է ունենում։ Դրանք լրացուցիչ անհանգստացնող գործոն են դառնում։ Արդյունքում տուժում է նյարդային համակարգը, ինչը հանգեցնում է երկարատև դեպրեսիայի, անվերջանալի սթրեսի եւ նյարդային պոռթկումների։ Ոսկյա զարդեր կրել էքստրասենսը խորհուրդ է տալիս նրանց, ում կյանքն այնքան էլ հագեցած չէ իրադարձություններով եւ զգացմունքներով։ Ոսկին ուժ է տալիս եւ հաջողություն է բերում միայն այն մարդկանց, ովքեր հանգիստ կյանքով են ապրում։ Ինչու չի կարելի ոսկին կրել արծաթի հետ։ Զարդերի սիրահարները եւս մեկ սխալ են թույլ տալիս։ Ոսկին կրում են արծաթի հետ։ Դա էներգիայի ավելորդ կուտակման պատճառ է դառնում եւ բացասական հետևանքների հանգեցնում։ Ըստ էքստրասենսի, ոսկին տալիս է շարժվելու, վերափոխվելու էներգիա, ուժ եւ կարողություն։ Այն ցանկությունների, կարիքների եւ ձգտումների առաջացման աղբյուր է։ Արծաթը ընդհակառակը մարդուն դարձնում է ավելի հավասարակշռված, հանգիստ եւ ներդաշնակ։ Այս երկու մետաղների միախառնման արդյունքում դիսոնանս է առաջանում։ Մարդու մեջ խառնվում են երկու հակադիր էներգիաներ, ինչը լիակատար քաոսի է հանգեցնում։ Ըստ էքստրասենսի, կտրականապես արգելվում է ոսկին արծաթի հետ կրել, քանի որ դա կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, տրամադրության հաճախակի փոփոխության եւ անհաջողությունների։